էմոցիոնալ ենք։ Ես բայց վերագրում եմ դա որպես արժանիք, որովհետև դե սառը ես իմելի մերը չի։ Այդ դրանից է խեղդվում, որ դուրս ես գնում ու փայլում։ Եթե էմոցիոնալ ինտելեկտ ասվածը գուցե հենց դա է եւ կա այն ձեր կարծիքով։ Ախր այնքան դժվար է հիմա ինձ ասել, հա հենց դա է։ Բայց ակնհայտ է, որ մարդիկ կա սառը, անտարբեր, բան, միայնությունը սովոր, մարդկային հարաբերություն չուզող, ավելորդ համարող բամա եւ մարդկա որ առանց ջերմություն չի կարողանում։ Ես դրանից է խեղդվում Ամերիկա, որ գնում ես քեզ շրջապատում են իհարկե մի անգամից, բայց երբ որ գնացիր բնակության, արդեն դու բնակիչ ես եւ դու այդքան ենթադրեք այդքան քեզ պետք չի ման տա, դու ինքդ ման կգաս։ Այդտեղ այդ տոտալ մենակությունը էլի մի պրոյեկտ ունենք հիմա գրվում, հա, մեր զիրի երկչուհի ունեինք, Էլվինա Մակարյան, հայերեն նվիրված, մոնո ներկայացում, որ նահանգում էր վերջին տարիներին ապրում կարծում։ Ու ես հիմա ուսումնասիրում եմ իր բաները, այդ ինտերվյուները, բաները, այդ տոտալ մենակությունն է, մենակություն, հա գնացել է ինչ-որ ռեստորաններում երգել է, ինչ-որ փողեր աշխատել, բայց փողը ախր հեչ կարևոր չէ էլի, եթե մարդ փողը երջանիկ չես լինի երբեք, քանի անգամ ասված, երբեք փողը քեզ դիր դեմը, դու տես երջանիկ ես, Այդպիսի անձնական դժբախտություն եղել ինչպես իր կյանքում։ Այդ չի ամենավատը, այն անձնական դժբախտությունն էլի եղել է շփման պակասի միայնության պատճառով։ Դրա պատճառով այդ տոտալ մենակ ես մնում, մի հատ Շվեյցարիայում ինչ-որ մի հատ քաղաք կա, որտեղ ամենաշատ ինքնասպանություններն են։ Նրանից է, որ արևային օրերը ամենաքիչն են այդտեղ եւ արևի այդ անընդհատ անպամացությունը այդ բանը ու իրանց կեցվածքը այդ բերում է մարդուն այդ ապրելակերպը։ Դե սովորեն չէ, մենակ վարձես, մենակ ապրում է, կարող է պետք է մեկը զանգի, չզանգի։ Մենք այդ չենք, մենք այդ ջերմությունը եւ տալիս ենք, պատրաստ ենք լի սպառվել էներգետիկ կերպով եւ ուզում ենք։ Այդ դրանից է մեր խնդրը, որ մենք ուզում ենք սիրենք մեր թագավորին։ Այդ սերը երբեք փոխադարձ չի ստացվում։ Երբեք փոխադարձ չի ստացվել, ես հիմա չեմ հիշում այդպիսի բան։